Իռլանդիայի ափերի մոտ խորտակվեց մի նավ, որը խարիսխների վրա էր ընկել։ Ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարող էր պատահել, որ նավը այդքան հեռու շեղվեց իր ուղուց։ Բայց երբ սուզորդները խորտակված նավից հանեցին կողմնացույցը, դրա մեջ հայտնաբերվեց գրպանի դանակի մի փոքրիկ ծայր։ Պողպատե այս կտորը ստիպեց կողմնացույցի սլաքին շեղվել ճիշտ ուղղությունից։ Սա պատահեց այսպես. նավի կործանումից կարճ ժամանակ առաջ մի նավաստի հանձնարարություն ստացավ մաքրել կողմնացույցը։ Այդ ընթացքում նա օգտագործում էր գրպանի դանակ, որի ծայրը կոտրվեց։ Մետաղի փոքրիկ կտորը հանգեցրեց հսկայական աղետի։ Դատավորած գիրքը օրինակ է այն բանի, թե ինչպես փոքրից սկսվեց հսկայականը, ոչ լիարժեք հնազանդությունից Աստծուց լիակատար ուրացությունը։ Դատավորած գրքի գլխավոր միտքը կարելի է արտահայտել հետևյալ դրույթով. Իսրայելի անկումը դատավորների ժամանակաշրջանում ցույց է տալիս Իսրայելի կարիքը արդար մարդկային թագավորի։ Այսինքն այն, որ Իսրայելի անկումը դատավորների ժամանակաշրջանում ցույց է տվել, թե Իսրայելը որքան մեծ կարիք ունի մարդկային թագավորի, արդար թագավորի։ Թեպետ մենք գիտենք նաև, որ այդ կարիքը լիարժեք չէր կարող բավարարվել, եթե վերջի վերջո չլիներ հույս գալու Քրիստոսի, ով և կլինի արդար և իրական թագավոր։ Իսկ թագավորի մասին միտքը մեզ նախապատրաստում է Աստծո ծրագրի հաջորդ աստիճանին՝ մեսիական թագավորությանը։ Ամենաընդհանուր իմաստով գիրքը սովորեցնում է, որ մարդու այլասերվածությունը բացահայտում է նրա ծայրահեղ կարիքը Աստծո առաջնորդության։ Մնում է միայն զարմանալ, թե որքան արդիական է դատավորած գիրքը ժամանակակից քրիստոնեության համար։ Ինչպես Աստծո ժողովուրդը դատավորների ժամանակ, քրիստոնեությունը մեր օրերում ապրում է ընդհանուր անկում։ Նրա որակը կարելի է նկարագրել որպես մակերեսային, ձևական, արհեստական։ Եկեղեցի են թափանցում աշխարհի մեղքերը, փոխզիջումներ, աշխարհիկ մտածելակերպ, աշխարհիկ վարք։ Ավելի ու ավելի մեծ միտում է ձեռք բերում հոգևոր անիշխանությունը, անհնազանդությունը, անհարգալից վերաբերմունքը, ինքնակամությունը, եսասիրությունը, բարոյական սահմանափակումներից ազատությունը, անառակությունը, ինքնագոհությունը և այլն։ Տարբեր աշխարհիկ հոսանքների առատության մեջ մարդկանց մեջ դաստիարակվում է կեղծ ինքնաբավարարության զգացում, գրագիտություն առանց սրտի, գիտելիք առանց սիրո, տեսություն առանց գործնականի, վստահություն առանց հավատի։ Այս ճանապարհով գնալով եկեղեցին երբեք չի հասնի իր նպատակին։ Դատավորած գիրքը մեզ տալիս է 3 դաս, որոնք բացահայտում են Տիրոջը ոչ լիարժեք հնազանդության վտանգը։ 3 դաս, որոնք բացահայտում են Տիրոջը ոչ լիարժեք հնազանդության վտանգը։ Մինչ այդ 3 դասերն ուսումնասիրելը, անդրադառնանք մի փոքր աշխարհագրությանը, հեղինակությանը, գրքի ժանրին, թեմային, թվագրությանը, որից հետո կուսումնասիրենք յուրաքանչյուր դասը մեկ առ մեկ։ Դատավորած գրքի հեղինակությունը։ Վաղ հրեական ավանդույթը այս գրքի կազմումը վերագրում է Սամուելին։ Սամուելը գրել է իր անունը կրող գիրքը, ինչպես նաև դատավորած և հռութի գրքերը։ Նա վերջին դատավորն էր և նա էր, ով սկիզբ դրեց իսրայելական միապետությանը։ Սկզբում օծելով Սավուղին, սա գրված է Առաջին Թագավորաց 10-րդ գլխում։ Այնուհետև Սամուելը օծեց նաև Դավթին, և սա գրված է Առաջին Թագավորաց 16-րդ գլխում։ Հետևաբար նրա գրչին լավ է համապատասխանում դատավորած գրքի կրկներգը։ Այն օրերում Իսրայելում թագավոր չկար։ Յուրաքանչյուրն անում էր այն, ինչ իրեն արդար էր թվում։ Դատավորաց 17-րդ գլուխ, 6-րդ համար,
Կրկին այս միտքը հնչում է 18-1-ում, 19-1-ում, 21-րդ գլուխ, 25-րդ համարներում։ Սակայն տեսականորեն հեղինակը կարող է լինել նաև մեկ այլ մարգարե, ով ապրել է մոտավորապես նույն ժամանակաշրջանում։ Հավանաբար վաղ միապետության շրջանում, այսինքն Սամուելի ժամանակներում։ Այսպիսի ավանդական համարվող թվագրման օգտին բերվում են հետևյալ փաստարկները։ Համաձայն առաջին գլուխ 21-րդ համարի գրքի գրման պահին հեբուսացիները դեռ ապրում էին Երուսաղեմում։ Դատավորած 1:21-ում այսպես է գրված. Բենյամինի որդիները չհալածեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին, եւ հեբուսացիները Բենյամինի որդիների հետ մինչև այսօր բնակվում են Երուսաղեմում։ Նաև 19-րդ գլխում Երուսաղեմը նկարագրվում է որպես քաղաք, որը դեռ հեբուսացիների վերահսկողության տակ էր։ Այն անցավ Իսրայելին Սամուելի մահից հետո, երբ Դավիթը նվաճեց այս քաղաքը իր թագավորության սկզբից 7 տարի անց։ Ըստ ձեզ ովքեր էին դատավորները հին աշխարհում։ Հին աշխարհում դատավորները պարզապես վարձու աշխատողներ չէին, որոնք ապահովում էին դատավարության գործընթացը, ինչպես դա է այժմ։ Նրանց իշխանությունը նման էր թագավորի կամ ժամանակակից խորհրդարանի իշխանությանը։ Դատավորները ժողովրդի առաջնորդներ էին, որոնք կառավարում էին քաղաքները կամ թագավորի հսկողության ներքո, կամ որտեղ թագավոր չկար, նրանք ինքնուրույն էին կառավարում։ Եվ նույնիսկ թագավորին կարելի է համարել ըստ էության դատավորներից առաջինը, քանի որ նա նույնպես լսում էր ժողովրդի դատական վեճերը եւ ընդունում իր որոշումները։ Այսպիսով դատավորի գործառույթը, ինչպես եւ թագավորի գործառույթը, նախ եւ առաջ կառավարումն էր։ Սակայն ի տարբերություն միապետի, դատավորը իր իշխանությունը ժառանգաբար չի փոխանցում։ Պարզ չէ, թե որքան հաճախ էին իսրայելցի դատավորները զբաղվում վիճելի հարցերի լուծմամբ եւ դատավճիռների կայացմամբ։ Իսրայելի միակ դատավորը, որի հետ կապված հիշատակվում է բուն իրավական պրակտիկան, Դեբորան է, 4-րդ գլուխ 4-5-րդ համարներում է գրված։ Ժողովրդի դատական վեճերի լուծմամբ զբաղվում էին քահանաները եւ ղևտացիները։ Այսինքն որքան դատական հարցեր կային, այդ հարցերով զբաղվում էին եւ քահանաները եւ ղևտացիները։ Սրա մասին 2-րդ օրինաց 17-րդ գլուխ 9-րդ համարում է գրված եւ 19-րդ գլուխ 17-րդ համարում։ Գեդեոնի եւ Հեփթայի դատավարությունը հիմնականում ռազմական բնույթ էր կրում։ Իսկ Սամսոնը չէր կանգնած բանակի գլխին, այլ ազդում էր Իսրայելի ճնշողների, փղշտացիների սոցիալական կառուցվածքի վրա։ Գրքում հանդիպել են դեպքեր, որ հերոսներից մեկը կոչվի դատավորներ։ Հանդիպել են ձեզ դեպքեր դատավորած գրքում, որ հերոսներից մեկը կոչվի դատավոր։ Հետաքրքիր է, որ գրքի հերոսներից ոչ մեկը չի կոչվում դատավոր։ Սակայն նրանց բոլորի մասին ասված է, որ նրանք դատում էին ժողովրդին։ Գրքի միակ հերոսը, ով կոչվում է դատավոր, հենց Աստված է։ 11-րդ գլուխ 27-րդ համար։ Ուստի ես քո դեմ ոչ մի հանցանք չեմ գործել եւ դու ինձ հետ պատերազմելով իմ դեմ չարիք ես գործում։ Այսօր Իսրայելի որդիների ու Ամոնի որդիների մեջ դատավոր Տերը թող դատաստան անի։ Նշված այլ տեղերում դատավորած գրքի, երբ անձի համար ասվում է դատավոր, այն խոսում է ոչ թե իր ով լինելու, այլ իր պաշտոնի մասին։ Նրանք պետք է փոխանցեին աստվածային դատաստանները, բայց իրենք դատավոր բնույթով չէին։ Բնույթով միայն դատավոր Աստված ինքն է։ Աշխարհագրություն։ Դատավորների գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Իսրայելի գրեթե բոլոր հիմնական շրջանները։ Գոթոնիելը եւ Եսեբոնը Հուդայի լեռնաշխարհի շրջաններից էին։ Սամսոնը Շեփելայից, նախալեռներից, Դեբորան Բենյամինի բարձրավանդակից, Ավոդը, Աբիմելեքը, Աբդոնը, Թոլան, Գեդեոնը Եփրեմի լեռնաշխարհի տարածքից էին։ Ելոնը,
Սամեգարը, Բարաքը Գալիլեայից էին։ Նայրը եւ Հեփթային Գաղաադից էին, Հորդանանի մյուս կողմի շրջանից։ Պատմական ֆոնը գրքի։ Գիրքը նկարագրում է մոտավորապես 335 տարվա ժամանակաշրջան։ Հեսու նավեի մահից հետո մինչև Սամսոնի մահը, այսինքն մոտավորապես մեր թվարկությունից առաջ 1385-ից մինչև 1050-ական թվականները։ Ընդ որում, եթե գումարենք գրքում հիշատակվող դատավորների գործունեության բոլոր ժամկետները, կստացվի 410 տարի։ Սա ենթադրում է, որ դատավորների գործունեությունը տարբեր տարածաշրջաններում եւ նրանց հաղթանակներից հետո հանգստի ժամանակաշրջանները կարող էին համընկնել միմյանց հետ։ Այս ժամանակաշրջանում Իսրայելի տարածքը մի քանի անգամ նվաճվել է Եգիպտոսի կողմից։ Սրա մասին հիշատակումներ կան Բերլինի Սալաքարի, Մերնեպտահի կոթողի, Ռամզես III պալատի եւ Բեթսանի կոթողի վրա։ Գրքի ժանրը։ Գրքի մեծ մասը պատմական պատում է, այսինքն պատմություններ ժողովուրդների եւ նրանց կառավարիչների ճակատագրերի մասին։ Սակայն տեղ-տեղ գիրքը վերածվում է կենսագրական պատումի, որտեղ առաջին պլան են մղվում կոնկրետ մարդկանց կյանքն ու ապրումները, օրինակ Սամսոնի մասին պատմությունները։ Գրքի հիմնական թեման։ Հեսուի մահից հետո երկրի նվաճումը դեռ չէր ավարտվել։ Դրա մասին կարդում ենք առաջին գլուխ առաջին համարում։ Եվ Քանանում դեռ մնացել էին ժողովուրդներ, որոնց հետ պատերազմները շարունակվում էին։ Այս ժողովուրդները ծառայում էին որպես փորձություն Իսրայելի համար, արդյոք իսրայելացիները հավատարիմ կմնան Աստծուն, թե կշեղվեն հեթանոսական հավատալիքների կողմը։ Ցավոք, անհավատությունը գերակշռեց։ Իսրայելը սկսեց ծառայել Բաղաղներին եւ Աստարոթներին, եւ Արամի աստվածներին, եւ Սիդոնի աստվածներին, եւ Մովաբի աստվածներին, եւ Ամոնի աստվածներին, եւ Փղշտացիների աստվածներին, իսկ Տիրոջը թողեցին եւ չծառայեցին նրան։ Տեսեք 10-րդ գլուխ 6-րդ համարում ինչպես է հեղինակը նկարագրում այս։ Եվ Իսրայելի որդիները դարձյալ Տիրոջ առաջ չարիք գործեցին ու Բահաղիմի, Աստարոթի ու Ասորիների աստվածներին եւ Սիդոնի աստվածներին ու Մովաբի աստվածներին եւ Ամոնի որդիների աստվածներին ու Փղշտացիների աստվածներին պաշտեցին, Տիրոջից հեռացան ու նրան չծառայեցին։ Պատժելու համար Տերը նրանց վրա ուղարկում է կողոպտիչներ եւ թշնամիներ շրջակա ժողովուրդներից։ Տեսեք 12-14-ում այս մասին գրում է հեղինակը։ Եվ Տիրոջ բարկությունը խիստ բորբոքվեց Իսրայելի դեմ ու նրանց մատնեց կողոպտիչների ձեռքը, որոնք նրանց կողոպտեցին, նրանց ծախեց շրջակա թշնամիներին, այնպես որ այլևս չէին կարող իրենց թշնամիներին դեմ կանգնել։ Պատժելու համար Տերը նրանց վրա ուղարկում էր կողոպտիչներ եւ թշնամիներ շրջակա ժողովուրդներից, իր ժողովրդին զգացնելով կորուստների եւ պարտությունների դառնությունը։ Հակառակորդների նվաճումները եւ արշավանքները ստիպում էին հրեա ժողովրդին օգնություն փնտրել Աստծուց, որի հետ նրանք ուխտի մեջ էին։ Այս ողջ ժամանակաշրջանի ընթացքում նկատվում է այսպես կոչված դատավորների շրջափուլը։ Ինչ շրջափուլի մասին է խոսքը։ Գրքում մենք հաճախ հանդիպում ենք իսրայելացիները մեղք են գործում, որից հետո Աստված նրանց պատժում է այլ ժողովուրդների միջոցով, նրանք կանչում են Աստծուն այս նեղությունների մեջ, Աստված ուղարկում է դատավորներ ազատագրման համար, խաղաղություն է հաստատվում, որի ընթացքում մարդիկ թուլանում են եւ նորից սկսում մեղք գործել եւ այս շրջափուլը կրկնվում է, մեղք են գործում, Աստված պատժում է, կանչում են Աստծուն, դատավորներ է ուղարկում Աստված, խաղաղությունը հաստատվում, թուլանում է եւ կրկին մեղք են գործում։ Շարունակ մենք տեսնում ենք, որ այս ողջ ժամանակաշրջանում կամ դատավորած այս ժամանակաշրջանում նկատվում է այս շրջափուլը։ Վերջին գլուխները 17-ից 21-րդ գլուխները կառուցված են ոչ թե ժամանակագրորեն, այլ թեմատիկ։ Ամենայն հավանականությամբ 17-րդ գլխի իրադարձությունները ժամանակագրորեն նախորդում են 3-ից 6-րդ գլուխներում նկարագրված դատավորների մեծամասնության գործունեությանը։
Այստեղ բերվում են մի քանի օրինակներ, թե որքան անկարգ եւ անբարեպաշտ էր Իսրայելի կյանքը թագավորի բացակայության պայմաններում։ Այս գլուխների լեյտմոտիվն է հետևյալը. այդ օրերին Իսրայելում թագավոր չկար, յուրաքանչյուրն անում էր այն, ինչն իրեն արդար էր թվում։ Իսրայելը կարիք ուներ արդար թագավորի, որը կղեկավարի ժողովրդին Աստծուն հաճելի ձևով։ Հետագայում այս թագավորի կանչի իրականացումը կդառնա Աստծո սրտով մարդը, Դավիթը, իսկ վերջնական առումով արդար, ողորմած եւ փրկող թագավոր Մեսիան։ Դատավորած գիրքը օրինակ է այն բանի, թե ինչպես փոքրից սկսվեց հսկայականը, ոչ լիարժեք հնազանդությունից Աստծուց լիակատար ուրացությունը։ Դատավորած գրքի գլխավոր միտքը կարելի է արտահայտել հետևյալ դրույթով. Իսրայելի անկումը դատավորների ժամանակաշրջանում ցույց է տալիս Իսրայելի կարիքը արդար մարդկային թագավորի։ Իսկ թագավորի մասին միտքը մեզ նախապատրաստում է Աստծո ծրագրի հաջորդ աստիճանին՝ մեսիական թագավորությանը։ Ամենաընդհանուր իմաստով գիրքը սովորեցնում է, որ մարդու այլասերվածությունը բացահայտում է նրա ծայրահեղ կարիքը Աստծո առաջնորդության։ Այսինքն, ինչու մարդն ունի Աստծո առաջնորդության կարիքը, որովհետև նա ծայր աստիճան այլասերված է եւ կարիք կա Աստծո առաջնորդության։ Մնում է միայն զարմանալ, ինչպես սկզբում ասացինք, թե որքան արդիական է դատավորած գիրքը ժամանակակից քրիստոնեության համար։ Եվ ինչպես ասացինք, դատավորած գիրքը մեզ տալիս է 3 դաս, որոնք բացահայտում են Տիրոջը ոչ լիարժեք հնազանդության վտանգը։ Դատավորած գիրքը մեզ տալիս է 3 դաս, որոնք բացահայտում են Տիրոջը ոչ լիարժեք հնազանդության վտանգը։ Այսպիսով առաջին դասը հետևյալն է. մասնակի հնազանդությունը տանում է դեպի այլասերում։ Մասնակի հնազանդությունը տանում է դեպի այլասերում։ Առաջին գլուխ, առաջին համարից մինչև 3-րդ գլուխ 6-րդ համարները կարդում ենք այս մասին։ Գրքի սկզբում նկարագրվում է երկրի նվաճումը, որը տեղի է ունենում Աստծո հատուկ օգնությամբ։ Սակայն առաջին գլխում մի քանի անգամ նշվում է, որ իսրայելացիները երկրից չվտարեցին բոլոր քանանացիներին։ Եվ եթե ոմանց նրանք չկարողացան վտարել հակառակորդի գերազանցող միջոցների պատճառով, ապա մյուսների մասին ասվում է, որ իսրայելացիները չվտարեցին նրանց։ Նույնիսկ երբ դրա համար բավականաչափ ուժ ունեին։ Մենք առաջին գլուխ 19-րդ համարում կարդում ենք, որ հակառակորդը գերազանցող ուժ ուներ եւ դրա պատճառով նրանք չկարողացան դուրս հանել, բայց մնացած մյուս դեպքերում մենք կարդում ենք, որ նրանք ունեին բավականաչափ հնարավորություն դուրս քշելու բոլորին, բայց նրանք դա չարեցին։ Տեսեք առաջին գլուխ 19-րդ համարում. «Եվ Տերը Հուդայի հետ էր, ու նա դուրս քշեց լեռան բնակիչներին, բայց հովիտների բնակիչներին չկարողացան վռնդել, քանի որ նրանք երկաթեռ ռազմակարգեր ունեին»։ Այսինքն տեսնում ենք, որ այստեղ հակառակորդի ուժը գերազանցում է նրանց ուժին եւ դրա համար նրանք չեն կարողանում։ Սակայն մյուս համարներում, մյուս պարագաներում տեսեք ինչպես է նշվում, որ նրանք կարող էին դա անել, բայց դա չարեցին։ Օրինակ 21-րդ համարում, սակայն Բենիամինի որդիները Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին չվռնդեցին։ Տեսնում եք 27-րդ համարում Մանասեն Բեթսանի բնակիչներին եւ նրա գյուղաքաղաքներին, Թանաքին ու նրա գյուղաքաղաքներին, Դովրի բնակիչներին ու նրա գյուղաքաղաքներին, Հեբղամի բնակիչներին ու նրա գյուղաքաղաքներին, Մակեդովի բնակիչներին ու նրա գյուղաքաղաքներին դուրս չքշեց եւ քանանացիները շարունակեցին այդ երկրում բնակվել։ Պատկերացնում եք, Աստված բերել հասցրել է այստեղ ժողովրդին, տվել առաջնորդ, տվել միջոցներ, որպեսզի ավետյաց երկրից դուրս քշեն բոլոր այն ազգերին ու ժողովուրդներին, որոնք պետք է չբնակվեն նրանց հետ, իսկ տեսնում ենք հակառակ պատկեր, որ մարդիկ չեն անում դա կամ Աստծո ժողովուրդը չի իրականացնում դա։ Այս մասին կա եւս հաջորդ համարում, 29-րդ համարում։ Եփրեմն էլ գազերում բնակվող քանանացիներին չվռնդեց, ու քանանացիները նրա հետ գազերում
բնակվեցին։ Տեսնում եք, համատեղվում է նորից նրանց ընթացքը։ 30-րդ համարում Զաբուղոնը Կետրոնի բնակիչներին եւ Նապոլի բնակիչներին չվռնդեց, ու կանանացիները նրանց մեջ բնակվելով հարկատու դարձան։ Դե մտածել են կարելի է իրար հետ լավ բիզնես ունենալ, ինչու ոչ գուցե երկրի տնտեսությունը զարգացնեն, բայց արդյոք Տիրոջ պատվերին հակառակ պետք է երկրի տնտեսություն զարգացնել։ Չէ՞ որ ձեր պատասխանատվությունն էր վռնդել նրանց, իսկ դուք հարկատու եք դարձնում։ Նաև 31-րդ համարում շարունակում է հեղինակը, ասում է ոչ էլ ասեր նա Աքովի բնակիչներին կամ Սիդոնի, Աքխաբի, Աքեզիբի, Ելբայի, Ափեկի ու Ռոհոբի բնակիչներին դուրս քշեց։ Նա էլ չարեց։ Եվ 32-ում եւս կա. այլ ասերի որդիներն այդ երկրում բնակվող կանանացիների մեջ բնակվեցին, քանի որ իրենց չվռնդեցին։ Տեսնում եք, որքան է հեղինակը նշում, որ նրանք չարեցին դա, եւ ստացվում է, որ մասնակի հնազանդությունը նրանց տանում է այլասերման։ Եվ վերջին 33-րդ համարում տեսեք. Նեփթաղիմը Բեթսամիոսի բնակիչներին ու Բեթանանի բնակիչներին չվռնդեց, այլ այդ երկրում բնակվող կանանացիների մեջ բնակվեց, եւ Բեթսամիոսի ու Բեթանաթի բնակիչները նրան հարկատու դարձան։ Քանանի հեթանոս բնակիչներից որոշների հետ իսրայելացիները դաշինք կնքեցին։ Այսինքն նրանք հնազանդվեցին Աստծուն, բայց ոչ լիովին, այլ միայն մասամբ։ Այս մասնակի հնազանդության համար Աստված արտասանում է իր անեծքը, որը հետևյալն էր, որ Աստված չի վտարի այս ժողովուրդներին մինչև վերջ, եւ նրանք կդառնան գայթակղություն Իսրայելի համար։ Երկրորդ գլուխ, երկրորդ, երրորդ համարները տեսեք։ Իսկ դուք այս երկրի բնակիչների հետ մի դաշնակցեք ու խորտակեցեք նրանց զոհասեղանները, սակայն դուք իմ խոսքին չհնազանդվեցիք։ Ինչու կատարեցիք այս բանը։ Ուստի ես էլ ասացի, նրանց ձեր առջևից չեմ վռնդելու, այլ նրանք փուշ են լինելու ձեր կողքին ու նրանց աստվածներն էլ ձեզ որոգայթ են դառնալու։ Աստծո նպատակն այստեղ երկակի է։ Աստված մինչև վերջ չվտարեց կանանացիներին, որպեսզի իսրայելացիները մի կողմից չթուլանան, այլ սովորեն պատերազմել, մյուս կողմից ստուգելու նրանց հնազանդությունը Տիրոջ պատվիրաններին, ինչպես բացատրվում է 3-րդ գլխում։ Այսինքն Աստված երբ որոշում է չվտարել, հետապնդում է գոնե երկու այս կարևոր նպատակները, որ մի կողմից նրանք չթուլանան, սովորեն պատերազմել նրանց միջոցով, իսկ մյուս կողմից կստուգվի նաև նրանց հնազանդությունը Աստծո պատվիրանների նկատմամբ։ Ահա այն ազգերը, որոնց թողեց Տերը փորձելու նրանցով իսրայելացիներին, բոլոր նրանց, ովքեր չգիտեին կանանացիների բոլոր պատերազմների մասին, միայն նրա համար, որ իմանան եւ սովորեն պատերազմել Իսրայելի որդիների հետագա սերունդները, որոնք նախկինում չգիտեին այն։ Փղշտացիների 5 իշխանները, բոլոր կանանացիները, սիդոնացիները եւ եվացիները, որոնք ապրում էին Լիբանանի լեռան վրա, Բաալ Հերմոն լեռից մինչև Եմատ մտնելը։ Նրանք թողնվեցին, որպեսզի փորձվեն նրանցով իսրայելացիները եւ իմացվի, թե արդյոք հնազանդվում են Տիրոջ պատվիրաններին, որոնք նա պատվիրեց նրանց հայրերին Մովսեսի միջոցով։ 3-րդ գլուխ 1-ից 4-րդ համարներն են այս մասին խոսում։ Տեսեք, արդ սրանք են այն ազգերը, որոնց Տերը թողեց, որպեսզի նրանցով Իսրայելին փորձի, այսինքն այն իսրայելացիներին, որոնք կանանացիների բոլոր պատերազմները չգիտեին, որպեսզի Իսրայելի որդիների սերունդները, մանավանդ նախապես չիմացողները իմանան ու պատերազմել սովորեն, այսինքն փղշտացիների 5 նախարարությունները եւ բոլոր կանանացիներն ու սիդոնացիները, Լիբանանի լեռան վրա բնակվող խևացիները, Բաղ Հերմոն լեռից մինչև Եմաթի մուտքը։ Սրանցով էր փորձվելու Իսրայելը, որպեսզի իմանա, թե հնազանդվելու են արդյոք Տիրոջ պատվիրաններին, որոնք Մովսեսի միջոցով տվել էր նրանց հայրերին։ Պարզվեց, որ Իսրայելն անմիջապես ձախողեց ստուգումը։ Չնայած Մովսեսի օրենքը արգելում էր հրեաներին ամուսնություն կնքել հեթանոսների հետ, որպեսզի չընդունեն նրանց հեթանոսական հավատալիքները,
Իսրայելը սկսեց եւ ամուսնություններ կնքել նրանց հետ եւ ընդունել նրանց կրոնը եւ բնակվեցին Իսրայելի որդիները կանանացիների հետ։ Տեսեք 5-6-րդ համարներում 3-րդ գլխի ինչպես է նկարագրում այս իրականությունը։ Իսրայելի որդիները կանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների մեջ բնակվեցին։ Եվ նրանց աղջիկներին իրենց կին առան ու իրենց աղջիկներին էլ նրանց որդիներին տվեցին եւ նրանց աստվածներին պաշտեցին։ Տեսնում եք, ոչ միայն չեն հնազանդվում Տիրոջը կամ մասնակի են հնազանդվում, այլ այդ անհնազանդությունն էլ տանում է այլասերման։ Կանանացիների հետ են բնակվում, քետացիներ, փերեզացիներ, ամորհացիներ, հեբուսացիներ, նրանց դուստրերին են առնում, իրենց դուստրերին նրանց որդիներին են տալիս եւ որ ամենացավալին է գրված է, որ պաշտեցին նրանց չաստվածներին կամ աստվածներին ճակերտներով։ Սա հիմք դրեց բոլոր աղետների համար, որոնք պետք է պատահեին Իսրայելի դատավորների ժամանակաշրջանում։ Իրենց կռապաշտության պատճառով Աստված նրանց վրա ճնշողներ էր ուղարկելու։ Այսպիսով Իսրայելի տարածքում մնացած հեթանոսական անկլավների միջոցով Աստված փորձելու էր Իսրայելը, իսկ արտաքին հեթանոսական նվաճողների միջոցով Աստված պատժելու էր Իսրայելը։ Եվ այս ամենի սկիզբը դրվեց ոչ լիարժեք հնազանդությամբ, մասնակի հավատարմությամբ։ Երբ ճշմարտ ազդեցության տակ հրեաները հիշում էին Աստծուն, ում հետ նրանք ուխտի մեջ էին եւ կանչում էին նրան, այդ ժամանակ Աստված նրանց փրկիչներ էր ուղարկում, այսինքն դատավորներ, առաջնորդներ, որոնց միջոցով ազատագրում էր տալիս նրանց։ Սակայն երբ կյանքը կարգավորվում էր, նրանք կրկին մոռանում էին Աստծուն եւ շեղվում նրա օրենքից։ Այդ ժամանակ Աստված կրկին պատժում էր նրանց արտաքին թշնամիների միջոցով եւ այս շրջափուլը կրկնվում էր նորից ու նորից ու նորից։ Երկրորդ գլուխ 11-ից 19-րդ համարները տեսեք։ Եվ Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին ու Բահաղիմին պաշտեցին։ Թողեցին իրենց հայրերի Աստծուն, որ իրենց դուրս էր բերել Եգիպտոս երկրից, ու հետևեցին օտար աստվածների, իրենց շրջապատում գտնվող ազգերի աստվածներին, նրանց երկրպագեցին ու բարկացրին Տիրոջը։ Տիրոջը լքեցին եւ Բահաղին ու Աստարովթին պաշտեցին։ Եվ Տիրոջ բարկությունը խիստ բորբոքվեց Իսրայելի դեմ, ու նրանց մատնեց կողոպտիչների ձեռքը, որոնք նրանց կողոպտեցին։ Նրանց ծախեց շրջակա թշնամիներին, այնպես որ այլևս չէին կարող իրենց թշնամիների դեմ կանգնել։ Ուր էլ գնային, Տիրոջ ձեռքը նրանց վրա էր, չարիք հասցնելու համար։ Ինչպես Տերն ասել էր եւ ինչպես Տերը երդվել էր նրանց, որի հետևանքով խիստ մեծ նեղության մեջ ընկան։ Համենայն դեպս Տերը դատավորներ հանեց, որոնք կողոպտիչների ձեռքից ազատեցին նրանց։ Սակայն նրանք դատավորներին էլ չլսեցին ու օտար աստվածների հետևից գնալով պոռնկացան ու նրանց երկրպագեցին։ Շատ շուտով խոտորեցին այն ճանապարհից, որով իրենց հայրերն էին քայլում, Տիրոջ պատվիրաններին հնազանդվելով։ Բայց սրանք այդպես չարեցին։ Երբ Տերը նրանց համար դատավորներ էր բարձրացնում, Տերը դատավորի հետ լինելով դատավորի բոլոր օրերում նրանց իրենց թշնամիների ձեռքից ազատում էր, քանի որ նրանց ճնշողների ու կեղեքիչների երեսից կրած տառապանքների համար Տերը նրանց կարեկցում էր։ Սակայն երբ դատավորը մեռնում էր, ետ էին դառնում օտար աստվածներին հետևելով, իրենց հայրերից ավելի էին այլասերվում, նրանց էին ծառայում եւ նրանց առջեւ խոնարհվում, իրենց չար գործերից ու կամակոր ճանապարհներից ետ չէին դառնում։ Տեսնում եք, այլասերում բառը հենց այդպես էլ գրված է։ Նրանց մասնակի անհնազանդությունը տանում է այլասերման։ Մի քանի կիրառում այս մասից, այս առաջին դասից։ Եթե դուք միայն մասամբ եք հնազանդ, ապա ձեր կյանքում մեղքի բազմապատկման կհասնեք։ Հնազանդությունն այն է, ինչ պահանջում է Աստված։ Մասնակի հնազանդությունը անհնազանդություն է։ Աստված դիմում է մեզ իր խոսքով եւ սպասում է սեր, սպասում է մտերիմ հարաբերություններ, սպասում է հավատարմություն ծառայության մեջ, սպասում է կայունություն, սպասում է սրբություն, սպասում է ձեր ողջ սիրտը
անբաժանելի կերպով։ Հիշեք, որ անհնազանդությունը ցանց է։ Դա քայլ է Աստծո սրբությունից դեպի կողք։ Դա մեղքի ճանապարհ է։ Դա գարշահոտ գունդ է։ Դա ողբերգություն է։ Այսպիսով, այս հատվածի առաջին դասը հետևյալն է. մասնակի հնազանդությունը տանում է այլասերման կամ այլասերում է։ Երկրորդ դասը, որը 3-րդ գլուխ 7-րդ համարից ենք տեսնում մինչև 16-րդ գլուխ 31-րդ համարը, հետևյալն է. այլասերումը տանում է դեպի անիշխանություն։ Այլասերումը տանում է դեպի անիշխանություն։ Կարդալով դատավորների պատմությունները, որոնք ներկայացված են այս բաժնում, կարելի է նկատել, որ դրանցում որոշակի օրինաչափություններ կան։ Առաջին մի քանի դատավորները դրական են գնահատվում, սակայն որքան առաջ, այնքան ավելի է տառապում ոչ միայն ժողովրդի հոգևոր վիճակը, այլև հենց դատավորների բարոյական բնավորությունը։ Յուրաքանչյուր շրջափուլի հետ ժողովրդի հոգևոր վիճակը վատթարանում է։ Զուգահեռաբար նույնպիսի անկում է տեղի ունենում դատավորների մոտ։ Բեկումնային պահը գալիս է գրքի կեսին, Գեդեոնի դատավարության ժամանակ։ Նրան նախորդող դատավորները հիմնականում դրական են գնահատվում։ Նրան հաջորդողները հիմնականում բացասական, մինչդեռ ինքը Գեդեոնը հակասական կերպար էր, որը համատեղում է թե դրական, թե բացասական գծեր։ Դատավորների գիրքը նկարագրում է Իսրայելի 14 ազատարարների գործունեությունը։ Դատավորների գիրքը նկարագրում է Իսրայելի 14 ազատարարների գործունեությունը։ Առաջին Գոթոնիելը 3-րդ գլուխ 7-րդ համարից մինչև 11-րդ համարները գնահատականը նրա մասին դրական է։ Գոթոնիելը Քաղեբի ելքից հետո առաջին սերնդի քչերից մեկի եղբորորդին էր, ով հավատարիմ էր Աստծուն։ Նա կարողացավ գրավել Կերիաթ Սեփեր քաղաքը, ինչը բնութագրում է նրան որպես քաջ մարդու, եւ դրա համար որպես պարգև դարձավ նաեւ Քաղեբի փեսան, ամուսնանալով նրա դստեր հետ։ Կինը հորից լավ հող է ստանում ջրի աղբյուրներով։ Գոթոնիելը կարողացավ հաղթել Միջագետքի Խուսար-Սաթեմ թագավորի զորքերին, որին Իսրայելը ծառայում էր 8 տարի։ Գոթոնիելի համար 3-րդ գլուխ 10-րդ համարում այսպես է գրված. «Եվ Տիրոջ հոգին նրա վրա եկավ, եւ նա Իսրայելում դատավարություն էր անում, ու երբ պատերազմելու ելավ, Տերը Միջագետքի Խուսար-Սաթեմ թագավորին նրա ձեռքը հանձնեց, եւ նրա ձեռքը Խուսար-Սաթեմի դեմ ուժեղացավ»։ Դաս Գոթոնիելի կյանքից։ Հույսը Տիրոջ վրա եւ Սուրբ Հոգու առաջնորդությունը կառուցում են ընտանիք, բերում են հաղթանակ, օրհնություն եւ խաղաղություն։ Երկրորդը Ավովն է, 3-րդ գլուխ 12-ից 30-րդ համարները։ Նրա մասին գնահատականը գրքում դրական է։ Մովաբացի թագավոր Եգղոնը միավորվելով ամոնացիների եւ ամալեկացիների հետ 18 տարի ճնշում էր Իսրայելին։ Ամենայն հավանականությամբ նրա ճնշման տակ էին Բենիամինի եւ Եփրեմի ցեղերը։ Երբ իսրայելացիները աղաղակեցին Տիրոջը, նա փրկիչ կանգնեցրեց Ավովդին Բենիամինացուն։ Ավովդը Եգղոնին մոտեցավ տուրք բերելու պատրվակով։ Թագավորի զգոնությունը թուլացնելուց հետո Ավովդը նրան խոստացավ գաղտնի տեղեկություն, ավելի մեծ շահով։ Այդ գաղտնի տեղեկությունը ճակերտավոր նրա թաքցրած դանակն էր։ Եգղոնին սպանելուց հետո Ավովդը վերադարձավ իր ժողովրդին, զորք անեց, գրավեց Հորդանանի գետանցի վերահսկողությունը եւ սպանեց մինչեւ 10,000 մովաբացի զինվոր։ Սրա մասին 3-րդ գլուխ 29-րդ համարում է ասվում, տեսեք։ Եվ նրանք Մովաբից մոտ 10,000 մարդ կոտորեցին, որոնք բոլորն էլ զորավոր մարտիկներ էին, եւ ոչ մեկը չկարողացավ փախչել։ Ավովդի այս գործելակերպը հիմնված էր Աստծո խոստման վրա, թե ավետյաց երկիրը տրված է Իսրայելին։ Այս հավատով նա ասաց 28-ում եւ նրանց ասաց. «Ինձ հետևեցեք, քանի որ Տերը ձեր թշնամիներին ձեր ձեռքը մատնեց»։ Ուստի նրա հետևից իջան եւ Մովաբի առջևից գրավեցին Հորդանանի գետանցներն ու չթողեցին, որ որևէ մեկը անցնի։
Դա Սավովդի կյանքից Աստծո ուխտին ենթարկվելը բերում է վստահություն Աստծո հանդեպ։ Աստծո ուխտին ենթարկվելը բերում է վստահություն Աստծո հանդեպ։ Հաջորդը Սամեգարն է։ Այս դատավորի մասին քիչ բան է հայտնի, 3-րդ գլուխ 51-րդ համարում է գրված եւ 5-րդ գլուխ 6-րդ համարում։ Նրա մասին քիչ բան է հայտնի, բացի այն, որ նա մարտնչում էր գերզդիչով, կենդանիների քշելու փայտով, ծայրին սուր ծակող մետաղ կար։ Ամենայն հավանականությամբ Սամգարի ձեռքից այդ փայտը դարձել էր նման մի նիզակի, որով նա հաղթեց 600 փղշտացիների։ Քանի որ խոսքը փղշտացիների մասին է, ճնշված էին Շեֆելայի քաղաքներն ու հնարավոր է Հուդայի բարձրունքը։ Այդ նույն տարածքում հետագայում գործելու է նաև Սամսոնը։ Ի հաշիվ այն բանի, որ դատավորաց 5-րդ գլուխ 6-րդ համարում հիշատակվում է ճանապարհների վտանգավոր լինելը, կարելի է եզրակացնել, որ Սամգարի ազատագրումը երկարատև չէր եւ փղշտացիները հետագայում դեռ շարունակում էին ճնշել Իսրայելին։ Դաս Սամգարի կյանքից Աստծո օգնությամբ անգամ հովվական գերզդիչը կարող է դառնալ հաղթանակի արդյունավետ զենք։ Այստեղ կարևորն այն է, որ դա տեղի ունենում Աստծո օգնությամբ եւ Աստծո օգնությամբ այո փոքրը կարող է մեծ գործեր կատարել։ Հաջորդը Դեբորան է, Դեբորան եւ Բարաքը, դատավորած 4-րդ եւ 5-րդ գլուխներում։ Գնահատականը դրական է։ Հյուսիսային իսրայելական ցեղերը 20 տարի գտնվում էին Հացորի թագավոր Յավինի կամ Նավինի ճնշման տակ։ Հացորը ամենաուժեղ կանանացի ամրոցն էր Գալիլեայի ծովից հյուսիս։ Նրա զորավարն էր Սիսարան։ Հացորը ժամանակին գրավվել էր Հեսուի կողմից, բայց իսրայելացիները չկարողացան պահել այն։ Այժմ այն դարձավ ամորացիների դաշինքի կենտրոն, որ ճնշում էր Իսրայելին։ Դեբորան մարգարեհի է եւ դատավոր, քաջալերում է Բարաքին գլխավորելու պատերազմը կանանացիների դեմ։ Սակայն Բարաքը վախենում է ինքնուրույն ստանձնել պատասխանատվությունը եւ խնդրում է Դեբորային գնալ իր հետ։ Նայեք 4-րդ գլուխ 8-րդ համարում։ Եվ Բարակը նրան ասաց. «Եթե դու էլ ինձ հետ գաս, կգնամ, բայց եթե ինձ հետ չգաս, չեմ գնա»։ Եվ Դեբորան ասաց. «Իհարկե, ես քեզ հետ կգամ, սակայն փառքը քոնը չի լինելու քո գնացած ճանապարհին, քանի որ Տերը Սիսարային մի կնոջ ձեռքն է մատնելու»։ Եվ Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ Կադես գնաց։ Արդյունքում այդպես էլ եղավ։ Յավենի զորքերը պարտություն կրեցին, իսկ Սիսարան սպանվեց մի կնոջ Հայել անունով կնոջ կողմից, երբ փորձում էր թաքնվել։ Ավելի ուշ նաև Հաբինը եւ նրա ժողովուրդը ամբողջությամբ հնազանդվել եւ վտարվել են Իսրայելի երկրից 4-րդ գլուխ 24-րդ համարն այս մասին ասում։ Կանանացիների Հաբին թագավորի դեմ Իսրայելի որդիների ձեռքն օրեցօր հզորանում էր, մինչև կանանացիների Հաբին թագավորին կործանեցին։ Դաս Դեբորա եւ Բարակի կյանքից։ Տիրոջը չվստահելը եւ տղամարդկանց կողմից որոշումներ չկայացնելը նրանց զրկում է փառքից եւ հանգեցնում է կանանց առաջնորդության։ Տիրոջը չվստահելը եւ տղամարդկանց կողմից որոշումներ չկայացնելը նրանց զրկում է փառքից եւ հանգեցնում է կանանց առաջնորդության։ Հաջորդը Գեդեոնն է, 6-րդ գլուխ առաջին համարից մինչև 8-րդ գլուխ 32-րդ համարները։ Գնահատականը խառը նրա մասին, դրական եւ բացասական։ Գեդեոնի գործունեությունը շրջադարձային պահ է դատավորների գրքում։ Սկզբում նա դրսևորում է խոնարհություն, իրեն համարելով ամենափոքր ցեղի անդամ եւ իր ընտանիքում ամենակրտսերը։ Սակայն ավարտում է հպարտությամբ, իր որդուն անվանելով Աբիմելեք, թագավորի հայր կամ իմ հայրը թագավոր։ Չնայած ինքը հայտարարել էր, թե չի իշխելու Իսրայելի վրա։ Դա մասին մենք 8-րդ գլուխ 23-րդ համարում ենք կարդում, բայց փաստորեն նա չի կատարում իր խոստումը։ Տեսեք 23-ում, բայց Գեդեոնը նրանց ասաց. «Ես ձեր վրա չեմ թագավորի, ոչ էլ իմ որդին կթագավորի ձեր վրա։ Ձեր թագավորը թող Տերը լինի»։
Սակայն ավարտում է հպարտությամբ իր որդուն անվանելով հենց թագավորի հայր։ Նա սկսում է պայքարով կռապաշտության դեմ, ավերելով Բահաղի զոհասեղանը Օֆրայում, բայց ավարտում է նույն Օֆրայում ոսկե եփուտ պատրաստելով, որն իսրայելացիների համար դառնում է կեղծ պաշտամունքի առարկա։ Ինքը Գեդեոնն էլ թուլանում է եւ ընկնում կռապաշտության մեջ 8:27-ում այս մասին հիշատակվում է։ Եվ Գեդեոնը դրանով մի ոսկե եփուտ պատրաստեց եւ իր Եփրա քաղաքում դրեց ու ամբողջ Իսրայելը այնտեղ նրա հետևից գնալով պոռնկացավ։ Դա Գեդեոնի եւ նրա տան համար որոգայթ դարձավ։ Նա սկսում է Իսրայելի ճնշողներից, մադիանացիներից ազատագրվելով, բայց հետո սկսում է պայքարել Իսրայելի ներսում գտնվող ցեղերի ու քաղաքների դեմ։ Ինչ դաս կարող են Գեդեոնի կյանքից վերցնել։ Սկզբում խոնարհությունն ու հավատը Աստծո գործին այո կարող են բերել հաղթանակ, բայց հետագայում այս նույն մարդը, որքան էլ լավ սկիզբ էր ունեցել, եթե ընկնի հպարտության եւ իշխանասիրության մեջ եւ կեղծ պաշտամունքի մեջ, այն անպայման կարող է տանել կործանման եւ անգամ լավագույն սկիզբը կարող է կործանել եւ ոչնչացնել։ Գեդեոնի ամբողջ կյանքը կարելի է ներկայացնել խիազմի տեսքով։ Խիազմի կառուցվածքը այն է, որ կյանքի երկրորդ կեսը հակադիր է առաջինին, X տարի նման է, խիազմ է կոչվում։ Օրինակ 6-րդ գլխում Գեդեոնը դրսևորում է խոնարհություն, 6-րդ գլխի 25-ից Գեդեոնը ելնում է կռապաշտության դեմ Օֆրայում, 33-ից Գեդեոնը պատերազմում է մադիանացիների դեմ, 8-րդ գլխում պատերազմում է արդեն իսրայելացիների դեմ, 8-րդ գլխի 22-րդ համարից սկսած Գեդեոնը ընկնում է կռապաշտության մեջ հենց Օֆրայում, որ ելնում է կռապաշտության դեմ Օֆրայում, ինչպես որ 6-րդ գլխում տեսանք, եւ 8-րդ գլուխ 29-ից 32-րդ համարներում տեսնում ենք Գեդեոնը դրսևորում է հպարտություն, այսինքն խոնարհությունից մինչև հպարտություն։ Գեդեոնի կյանքի դասը հետևյալն է. ով որ կարծում է թե կանգնած է, թող զգուշանա, որ չընկնի, ինչպես գրված է առաջին Կորինթացիս 10-րդ գլուխ 12-րդ համարում։ Հաջորդը Աբիմելեքն է 8-րդ գլուխ 33-րդ համարից 9-րդ գլուխ 57-րդ համարները։ Աբիմելեքի մասին գնահատականը խիստ բացասական է։ Նրա իշխանության ճանապարհը սկսվեց նրանով, որ սպանեց իր հոր 70 որդիներին, տեսեք 9-րդ գլուխ 5-րդ համարում է այս մասին ասվում։ Եվ գնաց Եփրա իր հոր տունը եւ իր եղբայրներին Հերոբահաղի որդիներին 70 հոգու մի քարի վրա սպանեց, բայց Հերոբահաղի կրտսեր տղան Հովաթամը թաքնվելով ողջ մնաց։ Դրանից հետո Սյուքեմ քաղաքի բնակիչները հռչակեցին նրան թագավոր, արդեն 6-րդ համարում ենք տեսնում։ Հետո Սյուքեմի բոլոր բնակիչներն ու Մելոնի ամբողջ տունը միասին հավաքվեցին ու գնացին Սյուքեմում կոթողի կաղնու մոտ Աբիմելեքին թագավոր դարձրին։ Չնայած Գեդեոնն ասել էր, ոչ ես, ոչ էլ իմ որդին չենք իշխելու ձեզ վրա, թող Տերը իշխի ձեզ վրա, բայց տեսնում ենք, որ այդպես չեղավ։ Սակայն հետագայում Սյուքեմի բնակիչները նախկին աջակիցները շուռ եկան նրանից, սկսեցին արհամարհել նրան եւ փնտրել նրա մահը։ 9-րդ գլուխ 25-ից 27-րդ համարներում ենք տեսնում։ Ուստի Սյուքեմի բնակիչները լեռների վրա նրա համար ծուղակներ պատրաստեցին եւ այդ ճանապարհով անցնողներին թալանում էին։ Այս բանը Աբիմելեքին հայտնեցին։ Աբեդի որդի Գաաղն ու նրա եղբայրները եկան, մտան Սյուքեմ եւ Սյուքեմի բնակիչները նրան ապավինեցին։ Ու դաշտ ելնելով իրենց այգիների խաղողները քաղեցին եւ տրորելով ուրախություն արեցին ու իրենց Աստծո մեհյանը մտնելով կերան ու խմեցին ու անիծեցին Աբիմելեքին։ Աբիմելեքը սկսեց քաղաքացիական պատերազմ Սյուքեմի բնակիչների դեմ, որն ավարտվեց նրա անպատիվ մահվամբ։ Մի կնոջ գցած ջրաղացքի վերին քարի հարվածից։ Այնպիսի խայտառակություն էր սա, որ Աբիմելեքը խնդրեց իր զինակիրին, որ սպանի իրեն, որպեսզի չասեն կին սպանեց նրան։ 9-րդ գլուխ 54-րդ համարում
Հեղինակը մեզ գրում է սրա մասին։ Աբիմելեքն իր զինակիր երիտասարդին կանչեց ու նրան ասաց. «Հանիր սուրդ ու ինձ սպանիր, որպեսզի իմ մասին չասեն, թե նրան մի կին սպանեց»։ Երիտասարդը նրան սրով խոցեց ու սպանեց։ Ինչ դաս կարող ենք սովորել Աբիմելեքի կյանքից։ Աստծո իշխանությանը հակադրվելը բերում է ինքնահաստատման, բաժանման, բռնության եւ ի վերջո խայտառակության։ Այնպես որ Աստծո իշխանությանը հակադրվելը ունի լուրջ հետևանքներ։ Հաջորդը 10-րդ գլուխ առաջին համարից մինչև 5-րդ համարում եղող Թովղան եւ Հայիրն են։ Թովղա եւ Հայիր։ Թովղան Իսաքարի ցեղից մեկն էր, ապրում էր Եփրեմի լեռնային շրջանում եւ դատում էր Իսրայելի հյուսիսային ցեղերին 23 տարի։ Յայիրը դատավոր էր Գաղաադում Հորդանանից դեպի արևելք։ Նա դատում էր 22 տարի։ Յայիրն ուներ 30 որդի, որոնք նստում էին 30 էշի վրա եւ կառավարում էին 30 քաղաքներ։ 10-րդ գլուխ 4-րդ համարն է ասում։ Նա 30 որդի ուներ, որոնք հեծնում էին 30 ավանակների վրա եւ նրան Գաղաադի երկրում 30 քաղաք ունեին, որոնք մինչև այսօր կոչվում են Հայիրի գյուղաքաղաքներ։ Սա հավանաբար նշանակում է, որ նա իր իշխանությունը բաժանել էր իր որդիների միջև, մոտենալով թագավորական կառուցվածքին։ Սակայն կարելի է սա մեկնաբանել նաև որպես խաղաղության եւ բարգավաճման ցուցանիշ։ Հաջորդը Հեփթայեն է 10-րդ գլուխ 6-րդ համարից մինչև 12-րդ գլուխ 7-րդ համար։ Գնահատականը Հեփթայի մասին բացասական է։ Իսրայելի հերթական անհնազանդությունից հետո Աստված նրանց մատնեց փղշտացիների եւ ամոնացիների ձեռքը, որոնք նրանց ճնշեցին 18 տարի։ Տեսեք 10-րդ գլուխ 7-8-րդ համարներում ինչ է գրում այս մասին։ Եվ Տիրոջ բարկությունն Իսրայելի դեմ խիստ բորբոքվեց ու նրանց փղշտացիների ձեռքն ու Ամոնի որդիների ձեռքը մատնեց, եւ նրանք 18 տարի Իսրայելի որդիներին ճնշեցին ու կեղեքեցին, այսինքն Իսրայելի բոլոր որդիներին, որոնք Հորդանանի այն կողմում ամորհացիների երկրում էին բնակվում, որ Գաղաադում է։ Երբ ամոնացիները անցան Հորդանանը եւ հարձակվեցին Բենյամինի ու Եփրեմի ցեղերի վրա, Իսրայելը կրկին աղաղակեց դեպի Աստված։ Նա արձագանքեց Հեփթային դարձնելով առաջնորդ։ Հեփթային մոր կողմից Հեփթային մի պոռնիկ կնոջ որդի էր, ապրում էր ավազակների հետ։ Բայց Գաղաադի բնակիչները խոստացան նրան ղեկավարությունը, եթե առաջնորդի պատերազմը 11:8-9 Եվ Գաղաադի ծերերը Հեփթային ասացին. Այն պատճառով ենք հիմա քեզ դիմում, որ մեզ հետ գնաս ու պատերազմես Ամոնի որդիների դեմ եւ մեր Գաղաադի բոլոր բնակիչների գլխավորը դառնաս։ Ինչպիսի ժամանակներ, այնպիսի առաջնորդներ։ Հեփթային 2 անգամ ուղարկեց դեսպաններ ամոնացիների թագավորի մոտ, սակայն ապարդյուն, նախքան մարտին դուրս գալը, նա անխոհեմ ուխտ տվեց Աստծուն, խոստանալով զոհ մատուցել առաջին բանը, որ դուրս գա իր տան դռնից, եթե հաղթանակով վերադառնա։ Իսկ եթե դուրս գար շուն կամ ուրիշ անսուրբ կենդանի, կարելի էր նման ուխտը իրականացնել, թե ոչ։ Սակայն ավելի սարսափելին այն էր, որ իր աղջիկն էր դուրս եկող, եթե պատմությունը դուք գիտեք, հենց իր աղջիկն էլ դուրս եկավ։ Հեփթային ոչ միայն անխոհեմ ուխտ տվեց, այլև առանց ապաշխարելու կատարեց իր ուխտը, զոհ բերելով աղջկան, այդպիսով գործելով հեթանոսական զոհաբերում, որն հակասում էր Աստծո օրենքին։ Այնուհետև Հեփթային սկսեց քաղաքացիական պատերազմ Եփրեմի ցեղի դեմ։
Հեպթայի այս արարքի մասին բազում մեկնաբանություններ կան, բայց դրանք հիմնականում բաժանվում են երկու մասի։ Առաջին տեսակետն ունեցողները նրանք են, ովքեր որ ասում են, որ այստեղ հեպթայի կատարածը ոչ թե ֆիզիկական ողջակիզում, զոհաբերում էր մարդու, այլ աղջկա կուսությանն է վերաբերվում, որովհետև այստեղ հեպթայի աղջիկն ասում է, որ թույլ տուր ինձ 2 ամիս, որ լեռներում շրջեմ ու իմ ընկերների հետ կուսությանս վրա ողբամ, հայրը թույլ է տալիս նրան, նա գնում է 2 ամիս անց վերադառնում է հոր մոտ ու հայրը կատարում է իր ուխտը եւ գրված է նա տղամարդ չէր ճանաչել ու վերջին համարում 40-րդ համարում ասում է, որ Իսրայելում սովորություն դարձավ, որ ամեն տարի Իսրայելի աղջիկները գնան ու տարվա մեջ 4 օր ողբան հեպթայի աղջկա համար։ Այսինքն ելնելով այս կետերից ասում են, որ հեպթային չի ողջակիզել իր աղջկան, այլ սա վերաբերվում է նրա կուսության, այսինքն ուխտը այն մասին էր, որ հեպթայի աղջիկը մնա կույս։ Մյուս տեսակետը, որը ավելի համապատասխան է եւ ամբողջ համատեքստին եւ գրքի նպատակին եւ ժամանակագրությանը, այն կապված է հենց ուղիղ ողջակիզման հետ, որովհետեւ այստեղ ուղիղ փաստեր կան այդ մասին։ 30-րդ համարում, երբ գրված է, որ հեպթային տիրոջը ուխտեց, ասաց, եթե Ամոնի որդիներին ամբողջապես իմ ձեռքը մատնես, ու ես Ամոնի որդիների մոտից խաղաղությամբ վերադառնամ, այդ պահին իմ դռնից ով որ դուրս գա, խոսքը կենթանու մասին չէ, այլ անձի, առավել ևս, որ այդ ժամանակ պատմությունն ասում է, որ Իսրայելում այդ տարածաշրջանում ապրողները այդքան էլ հազվադեպ չէր, որ պահում էին իրենց տան բակերում արդեն անասուններ եւ հեպթայի ասածը իրատեսական չէր լինի, որ որևէ անասուն դուրս գար եւ այդ անասունին նա ողջակիզեր։ Եվ նա ասում է, ով դուրս գա ինձ դիմավորելու, թող պատկանի Տիրոջը։ Եվ եթե սա բավարար չէ, ապա նա վերջում ասում է ու նրան որպես ողջակեզ եմ մատուցելու։ Հեպթային ապրում էր հեթանոսական ժամանակաշրջանում, դատավորած գիրքը հստակ մեզ ասում է, որ այդ ժամանակ թագավոր չկար եւ ամեն մարդ անում էր այն, ինչ իր աչքին ճիշտ էր երևում, եւ հեպթային այնպես չէր, որ հետևում էր Աստծո բոլոր կանոններին եւ պատվերներին, նա հեթանոսության ազդեցության ներքո էր գտնվում եւ այս զոհաբերությունը նա պետք է իմանար, որ Եհովան այդպիսի բան չի պատվիրել։ Եվ սա մեծ փաստարկ է, որը որ ցույց է տալիս, որ հեպթային չէր կարող այդպիսի ողջակեզ կատարել։ Այսպիսով առաջին տեսակետը այն ուղղված է նրան, որ ցույց տան, ապացուցեն, որ հեպթայի աղջկա կուսությունն էր այդ զոհաբերությունը, բայց երկրորդ տեսակետը, որ ավելի համապատասխան է, այն վերաբերում է հեպթայի կատարած ողջակիզմանը, նա ուխտում է, որ պետք է ողջակիզի, ասում է, որ ով դուրս գա իմ դիմաց, դուրս է գալիս իր աղջիկը, բացի դրանից նրա արձագանքն էլ հստակ ցույց է տալիս, որ նա չափից մեծ սխալ է գործել, որ նման ուխտ է արել, եւ դրանից հետո կարևոր հանգամանք է, որ հեպթային կարող էր զղջալ, կարող էր հետ կանգնել այդ ուխտից, ապաշխարել, ներողություն խնդրել, ինչպես 5 կտականում մենք տեսնում դրա թույլտվությունը, բայց հեպթային չի օգտվում այդ հնարավորությունից եւ իր աղջկա խնդրանքը կատարելուց հետո 2 ամիս թույլատրելուց հետո գրված է, որ երբ վերադառնում է, հեպթային կատարում է իր ուխտը։ Սա գրված է 11-րդ գլխի 39-րդ համարում։ Հեպթայի կյանքի դասը Աստծո իշխանության մերժումը բնորոշվում է ոչ թե աստվածային, այլ մարդկային իմաստությամբ առաջնորդվելով։ Աստծո իշխանության մերժումը բնորոշվում է ոչ թե աստվածային, այլ մարդկային իմաստությամբ առաջնորդվելով։ Սամսոնը 13-րդ գլուխ մինչև 16-րդ գլուխ, 13-ից 16-րդ գլուխները։ Սամսոնին նվիրված է դատավորների գրքում ամենաշատ նյութը, ամբողջ 4 գլուխ։ Թեև նրա ռազմական եւ հոգեվոր նվաճումներն այնքան էլ մեծ չեն թվում, սակայն տեքստի ծավալը ցույց է տալիս, որ նրա կյանքը
կարևոր եւ խորհրդանշական նշանակություն ունի։ Սամսոնի գործունեությունը թե հոգևոր, թե ռազմական կամ քաղաքական դժվար է համարել ամենավառերից։ Գուցե Սամսոնի մասին նյութի այսքան տարածված լինելը բացատրվում է նրանով, որ նա եղել է ամենաուշ դատավորներից մեկը եւ ապրել է Սամուել մարգարեի ժամանակներին մոտ ժամանակահատվածում։ Ըստ որոշ կարծիքների հենց Սամուելն է գրքի հեղինակը։ Ուստի նրա պատմությունը առավելապես հայտնի էր հեղինակին։ Սամսոնի ընդհանուր բնութագիրը բացասական է, թեև նա ինչպես եւ նախորդ շատ դատավորներ, որոշ դեպքերում դրսևորել է վստահություն Աստծո հանդեպ, որոշ դեպքերում ոչ։ Նրա դրական գծերից մեկն այն է, որ նա ապրել է Սորեկ հովտում, կոչվում է Խաղողի հովիտ, եւ գրեթե ամբողջ կյանքի ընթացքում պահել է նազովրեական ուխտը, հեռու մնալով Խաղողի պտուղից։ 13-րդ գլուխ 5-րդ համարն ասում է. «Քանի որ դու պիտի հղիանաս եւ մի որդի ծնես, նրա գլխին ածելի չպետք է դիպչի, քանի որ նա իր մոր արգանդից պետք է Աստծո ուխտավորը լինի։ Նա պիտի սկսի Իսրայելը փղշտացիների ձեռքից ազատել», ինչը ցույց է տալիս նրա ինքնատիրապետման կարողությունը, այսինքն նա պետք է չխմի օղի, պետք է հեռու պահի իրեն, այդ նազովրական ուխտի մեջ պետք է լինի, ցույց է տալիս նրա ինքնակառավարումը կամ ինքնատիրապետումը, սակայն կյանքի մյուս բնագավառներում նա հաճախ է դառնում անկառավարելի, ինչպես որ դուք գիտեք կոնկրետ կանանց հարցում։ Սամսոնը կին էր վերցնում հեթանոսների միջից, չհնազանդվելով Աստծո պատվիրանին, ապա ամուսնալուծվում էր նրանցից։ Նրա զոքանչը փղշտացի դավաճանում է նրան։ Նա ապրում էր հեթանոսների մեջ առանց վախենալու նրանց կործանարար բարքերից վարակվելուց կամ բարքերով վարակվելուց։ Նա նույնիսկ չէր խորշում պոռնիկի մոտ գնալուց, 16-րդ գլուխ առաջին համարն է մեզ ասում այդ մասին։ Ապա Սամսոնը գնաց Գազա եւ այնտեղ մի պոռնիկ կին տեսավ ու նրա մոտ մտավ։ Սա նրա բնութագիրն է։ Նրա վերջին կինը Դալիլան դուրս է հանում նրա գաղտնիքը եւ վերջո դրդում է նրան դրժել նազովրական ուխտը, կտրելով նրա մազերը։ Սամսոնի դատավորության ժամանակաշրջանը կարելի է բնութագրել որպես վատ դատավոր եւ բաժանված Իսրայել։ Այնուամենայնիվ ողջ կյանքի ընթացքում նա հանդես էր գալիս փղշտացիների դեմ, վերջիններիս լինելով Իսրայելի գլխավոր եւ մշտական թշնամին։ Նա նույնիսկ իր մահվան պահից ձգտեց իր հետ հնարավորինս շատ թշնամիներ խորտակել։ Բայց ինչպես գնահատել նրա շարժառիթները։ Սուրբ գրքում դա միանշանակ չէ։ Սամսոնի կյանքից կարող ենք վերցնել հետևյալ դասը. Աստծո խոսքին առհամարանքով մոտենալը բերում է հոգևոր թուլացման եւ ի վերջո կործանման։ Այս երկրորդ դասից մի քանի կիրառություն էլ վերցնենք։ Երբ հասարակությունը մերժում է Աստծո առաջնորդությունը, հայտնված Սուրբ գրքում, այն վերածվում է հոգևոր անարխիայի։ Դու դրսևորում ես անհավատարմություն Աստծուն, եթե բարակի նման վախենում ես պատասխանատվությունից, այն դնում ես ուրիշների ուսերին կամ վաղաժամ հեռանում ծառայությունից։ Դու դրսևորում ես անհավատարմություն, եթե Գեդեոնի նման անվստահ ես, կասկածում ես Աստծուն, փորձության ենթարկում նրան։ Իրականում չես ծառայում նրան, այլ քո շահերին եւ փառքին, միաժամանակ գայթակղության պատճառ լինելով մյուսների համար։ Դու անհավատարիմ ես, եթե Աբիմելեքի պես նվաստացնում ես ուրիշներին, բարձր ես դնում քեզ, հակասության մեջ ես մտնում բոլորի կամ որոշների հետ երկար ժամանակ։ Դու անհավատարիմ ես, եթե Հեփթայի նման առաջնորդվում ես մարդկային, ոչ թե աստվածային իմաստությամբ։ Եթե մոռանում ես Սուրբ գրքի մասին, ձանձրանում ես դրանից, դադարում ես սնել հոգիդ դրա ճշմարտությամբ եւ հեշտությամբ խոստումներ ես տալիս առանց մտածելու։ Դու անհավատարիմ ես, եթե Սամսոնի նման պղծությունը համարում ես մանր բան, թե բառացի, թե փոխաբերական իմաստով պոռնկանում ես աշխարհի հետ, բարեկամություն ես անում, դրա արժեքներով եւ նպատակներով ես ապրում։ Այդ ժամանակ դու հայտնվում ես ներքև գնացող
սպիրալի կամ օղակի, զսպանակի վրա և քաշում ես ուրիշներին նույնպես դեպի հոգևոր անկում։ Սա երկրորդ դասն է դատավորած գրքից։ Եվ երրորդ վերջին դասը անարխիան ոչնչանում է ինքն իրեն։ 17-ից մինչև 21-րդ գլուխ։ Դատավորների գրքի վերջին բաժինը դուրս է գալիս ժամանակագրական հոսքից։ Ավելին, այս բաժնի սկիզբը վերադարձ է դեպի դատավորների ժամանակաշրջանի սկիզբը։ Դատավորած 17-18-րդ գլուխներում նկարագրվում է մի Ղևտացի կռապաշտի վարքագիծ։ Հետագայում պարզվում է, որ այդ Ղևտացին Նավեի իրավահաջորդ Մովսեսի թոռն էր, ով Նաթանը, Գերսոմի որդին, որը Մովսեսի և Սեփորայի ավագ որդին էր։ Ինչպես նշել է գիտնական Դանիել Բլոկը, Մովսեսի անունի հիշատակումը նման կռապաշտության մեջ այնքան ցնցող էր, որ ռաբիները հրաժարվում էին կարդալ այդ հատվածը։ Ինչպես գրված է, դրա փոխարեն փոխում էին գրության ձևը, ավելացնելով նուն տառը, դարձնելով Մովսեսը Մանասիա, որպեսզի զերծ մնան Մովսեսի անունը կապել այսպիսի բղծության հետ։ Այնուամենայնիվ, ըստ հեղինակավոր աղբյուրների, ինչպես Սեպտուագինտան, Վուլգատան և մասորական ձեռագրերը, պետք է կարդալ Մովսեսի որդին, այսինքն այդ կռապաշտ Հովնաթանը հենց Մովսեսի թոռն էր։ Այսպիսով կռապաշտությունը և հոգևոր անկումը սկսվում են գրեթե անմիջապես Հեսուի մահվանից հետո և այն ներթափանցում է նույնիսկ Մովսեսի սերունդի մեջ։ Դատավորների գրքի վերջին բաժնի ամփոփումը հետևյալն է՝ հոգևոր անարխիա և թագավորի կարիք։ Հոգևոր անարխիա և թագավորի կարիք։ Այսպիսով դատավորների գրքի վերջին բաժինը 17-ից 21-րդ գլուխները ուղղված չէ ժամանակագրական, այլ թեմատիկ պլանի և համախմբված է մեկ հիմնական մտքով, որը կրկնվում է բաժնի սկզբում և վերջում ամբողջական ձևով, իսկ բաժնի ներսում կրճատ տարբերակներով։ Եվ այդ միտքը հետևյալն է, 17:6-ում ենք մենք կարդում և ոչ միայն 17:6-ում ենք կարդում։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար, այլ ամեն մարդ անում էր այն, ինչ իր աչքին ճիշտ էր թվում։ Նաև 21-րդ գլուխ 25-րդ համարում ենք մենք այս տեսնում. այն օրերին Իսրայելում թագավոր չկար, ամեն մարդ անում էր այն, ինչ իր աչքին ճիշտ էր թվում։ Այսինքն 17-րդ գլուխ 6-րդ համարում և վերջին գլուխ վերջին համարում։ Այս արտահայտությունն ամբողջ բաժնի գաղափարական առանցքն է, երբ չկար թագավոր, չկար աստվածահաճո իշխանություն, և ամեն մարդ առաջնորդվում էր իր ցանկություններով և պատկերացումներով։ 17-18-րդ գլուխներում տեսնում ենք Իսրայելի հոգևոր անկումը։ Առաջին հերթին Իսրայելը անկում է ապրում կրոնապես։ Եփրեմցի մի մարդ, Միքան, պատրաստում է իր սեփական կուռքերը, քահանայական հանդերձներ և ուզում է իր որդուն դարձնել քահանա։ Բայց հանկարծ նրանց տուն է գալիս մի Ղևտացի Բեթղեհեմից և Միքան առաջարկում է նրան պաշտոն ընտանեկան տաճարում ծառայելու համար։ Սա շահավետ գործարք էր։ Ղևտացին ստանում էր տարեկան վճար, հագուստ և սնունդ նրա տան հաշվին կամ ընկերության հաշվին, իսկ Միքան իրեն համարում էր բախտավոր, լիարժեք Ղևտացի քահանայի առկայությամբ։ Ի վերջո Ղևտացիները Աստծուն ավելի մոտ են, այնպես չէ՞, թեև իրականում դա պարզապես ինքնախաբեություն էր։ Բայց եթե այս քահանան արդեն դրժել էր Աստծո օրենքը, շահութաբեր պայմանների պատճառով, ինչ երաշխիք կա, որ նա չի դրժի այս պայմանագիրը, եթե ուրիշ մեկից ավելի լավ առաջարկ ստանա, ու հենց այդպես էլ լինում է։ Ինչ է պատահում։ Դանի ցեղից մի խումբ մարդիկ գիշերում են Միքայի մոտ, հետո պարզապես վերցնում են նրա կուռքերը և քահանային իրենց հետ։ Երբ Միքան բողոքում է, նրանք սպառնում են նրան, նա աղերսում է. «Իմ աստվածները, որ ես պատրաստել էի, վերցրիք, նաև քահանային ու գնացիք։ Ինչ եմ ես դեռ անելու»։ Սա է կռապաշտության ողբերգությունը։ Այն միշտ թողնում է մարդուն դատարկ ձեռքերով։ Հաջորդիվ 19-ից 21-րդ գլուխներում տեսնում ենք Իսրայելի բարոյական անկումը։ Երկրորդ հերթին Իսրայելը
թևակողում է բարոյական փլուզման մի շրջան, որի ընթացքում նրա վիճակն ավելի վատ է դառնում, քան Սոդոմը։ Դատավորաց 19-րդ գլխում Ղեֆտացի մի մարդ իր հարճը գիշերում են Գիբեարի քաղաքում, որ հետագայում կդառնա Սավուխ թագավորի մայրաքաղաքը։ Գիշերը քաղաքի տղամարդիկ պահանջում են, ինչպես Սոդոմում, Ծննդոց 19-րդ գլխում, պահանջում են, որ դուրս բերի այդ մարդուն եւ կենակցեն նրա հետ։ Արդյունքում հարճը ենթարկվում է խմբակային բռնաբարության եւ մահանում։ Բայց ողբերգությունը դրանով չի ավարտվում։ Բենյամինի ցեղը փորձում է պաշտպանել այս հանցագործներին։ Մնացած ցեղերը սկսում են քաղաքացիական պատերազմ, գրեթե ամբողջությամբ ոչնչացնելով Բենյամինի ցեղի տղամարդկանց։ Ապա նրանք երդվում են իրենց աղջիկները չտալ նրանց որպես կին։ Հետո լուծում են առաջարկում, թող վերապրած բենյամինցիները պատերազմի տոնակատարության ժամանակ գողանան աղջիկներ որպես հարցնացուներ։ Ահա թե ինչ վիճակում էր Իսրայելը առանց թագավորի։ Ահա թե որքան խորն էր նրա հոգևոր եւ բարոյական ճեղքվածքը։ Ինչ թագավոր էր պետք Իսրայելին։ Հարց է ծագում, կարող էր առաջին թագավորը Սավուղը դառնալ այդ պակասը լրացնողը։ Թե Դավիթը կարող էր լինել, թե Սողոմոնը կարող էր լինել։ Պատասխանը ոչ է։ Նրանք բոլորը իրենց մարդկային սահմանափակումներով չեն կարողանում լուծել այս հոգևոր խնդիրը։ Նրանք նույնպես ունեն պարտություններ, մեղքեր եւ ընկճումներ։ Ուշադրություն, միայն Մեսիան, արդար, սիրող եւ փրկող թագավորը կարող է լիարժեք պատասխան տալ Աստծո ժողովրդի կարիքներին։ Սա կարող եք հիշել միշտ։ Որքան էլ թագավորներ գան ու գնան, որքան էլ որ եկան եւ գնացին իրենց դրական եւ բացասական կողմերով, իրենք ունեն իրենց սահմանափակումները։ Եվ Աստծո ժողովրդի իրական եւ խորը կարիքներին լիարժեք եւ ամբողջական պատասխան եւ լուծում եւ բավարարում կարող է տալ միայն արդար, սիրող եւ փրկող թագավորը, որը ոչ Դավիթն էր, ոչ Սողոմոնը, այլ Հիսուս Քրիստոսը։ Մի քանի կիրառության մտքեր։ Եթե դու մերժում ես Աստծո գերիշխանությունը քո կյանքում, ապա անխուսափելիորեն կհասնես փակուղու։ Մարդիկ, որ լքում են եկեղեցին, հաճախ կարծում են, թե աշխարհում իրենց սպասվում է ազատություն, բայց այնտեղ միայն գերի դարձնող դատարկություն կա։ Եթե դու չհնազանդվես Աստծուն անգամ քո կյանքի մի ոլորտում, ապա քանդում ես մնացած բոլոր ոլորտների հիմքերը։ Եթե դու թագադրում ես քո կուռքը Աստծո փոխարեն, ապա մերժում ես նրա իշխանությունը, միայն թե դու ընտրես քո ցանկալի հարմար տարբերակը։ Եթե դուք հրաժարվում եք շփումից Աստծո հետ, նրա խոսքի մեջ մնալուց, ծառայությունից, եկեղեցական կյանքի մասնակցությունից, ապա շատ շուտով կհասկանաք, թե ինչ է նշանակում հայտնվել կոտրված տաշտակի առաջ կամ կանգնել փակուղու մեջ։ Հնազանդվեք Աստծուն ամբողջապես։ Դատավորների գիրքը հստակ օրինակ է այն բանի, թե ինչպես մի փոքր անհնազանդությունը բերում է լիակատար հավատապղծություն։ Այն ժողովուրդը, որ կոչված էր ավետելու Աստծո կատարելությունները, պղծեց նրա անունը։ Եվ այդպիսի սերմը կարող էր բերք տալ միայն ցավ եւ Աստծուց պատիժ։ Եթե պատմությունը ավարտվեր այստեղ, ապա այն կլիներ ամենադաժան եւ հուսահատեցնող ավարտը։ Բայց սա դեռ վերջը չէ։ Շարունակությունը գալիս է Հռութի գրքում, որը մենք կուսումնասիրենք հաջորդիվ։